թոշակների առումով ես համարում եմ, որ սա ընդհանուր ընդդիմության եւ իշխանության կողմից վտանգի զգացողության արդյունքն էր, որովհետեւ որպեսզի դուք պարզ հասկանաք, պետական բյուջեում չկար դրված թոշակը բարձրացնելու ծրագիր։ Պետական բյուջեն ընդունվել է 2 ամիս առաջվա ծրագրով, մենք չունեինք թոշակը բարձրացնելու, պետությունը չուներ։ Եվ մենք սա համարում ենք հաղթանակ, մենք ուրախ ենք այս փաստի համար, որ վերջապես այսքան տարիներ հետո թոշակի այսպիսի բարձրացում եղավ։ Նախընտրական դիվիդենդներ Ասեմ, դուք թող մարդկանց համար դրական ազդեցություն թողնի, մարդիկ ովքեր 35,000 դրամ են ստանում, թող իրենց համար դրական ազդեցություն թողնի, մեր մարդիկ ունեն բարձր իրավագիտակցություն, բարձր գիտակցություն, կարծում եմ, որ ինչ էլ ուզենան անեն, մարդիկ իրենց կարծիքը կասեն, բայց վերջապես մարդկանց դրական արդյունք եղավ։ Այսքան տարիներ հետո լուրջ փոփոխություն եղավ։ Բյուջեում չնախատեսված աճ ճնշման արդյունքում, վտանգ զգալու արդյունքում իրենք նախատեսեցին եւ թոշակները բարձրացրեցին։ Սա չէ հաղթանակ։